Նախ սկսեմ Աջափնյակի մետրոյից, որովհետև շատ տարատեսակ լրատվական դաշտում տեղեկատվություններ հայտնվեցին այն մասին, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը, չգիտեմ, խափանվել է, փոխվել է, նմանատիպ բան չկա։ Նախ ուզում եմ վստահեցնել, որ Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած պատրաստ է։ Եվ մասնավորապես այդ փորձաքննություններից մեկը, պարզ փորձաքննությունը, մեկից ավել տարի է տևել։ Այսինքն ինքը բավականին բարդ պրոցես է եղել եւ շատ երկար մեկնաբանություններով վերադարձվել է նախագծողին, նախագծողը ինչ որ բաներ արձագանքել է։ Այդ պրոցեսը տևել է 1 տարուց ավել։ Եվ Աջափնյակի մետրոյի կայարանը հաջորդ տարի, այս մետրոյի կայարանի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով որ մենք իրականացնելու ենք նախագծի ֆիդիկ կառավարման մոդել, որը որ, այսպես ասած, այս տեսակ մեծ նախագծի համար երևի թե ամենահարմար տարբերակն է։ Մենք ներգրավելու ենք տեղ հսկող, ինժեներական տեղ հսկող, ով ունի նմանատիպ փորձ այս տեսակ ծրագրեր կառավարելու, եւ որպեսզի կրկին արձանագրենք մետրոյի կայարանը Աջափնյակի, մենք մեր օրենսդրությունը նույնիսկ այս տեսակ նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել, այս որակի, այս բարդության, եւ հիմնականում ժամանակային հետաձգումները դրա հետ են կապված եւ կարծում եմ ավելի լավ է մենք մի փոքր ժամանակ ծախսենք այս նախագծային փուլերի վրա, գրագետ տեղհսկողություն ունենալու վրա, որպեսզի հետագայում արդեն շինարարության ընթացքում կարողանանք կառավարումը ամբողջապես որակային տեսանկյունից եւ ժամանակային տեսանկյունից պահել վերահսկողության տակ։ Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված ընդհանուր մոտեցումը սա է։ Եվ հաջորդ տարի մենք ունենալու ենք հատուկ կառավարության որոշում Աջափնյակ մետրոյի կայարանի նախագծի հետ կապված։ Ինչ վերաբերում է տրանսպորտի որակին, տրանսպորտի որակի հետ կապված մենք ամեն տարի ինչ որ նոր մի ծրագիր իրականացնում ենք, մասնավորապես այս տարի իրականացրել ենք, արդեն իսկ կնքել ենք պայմանագիր 45 նոր տրոլեյբուսների գնման առումով, 12 մետրանոց, որոնք որ չափերով նույն մեր ման ավտոբուսների չափի են եւ նրանք մատակարարվելու են 2026 թվականին առաջին կիսամյակում։ Եվ մտնելու են գծեր, որով որ մեր տրոլեյբուսային ցանցի ամբողջական հին շարժակազմը դուրս է գալու եւ հետեւապես մենք կարելի ասել հին շարժակազմից արդեն ավտոբուսները, միկրոավտոբուսները, չգիտեմ, պազիկները, հյունդայները, դրանք բոլորը, գազելները բոլորը մաքրել էինք հները։ Հիմա վերջին մեր հանրային տրանսպորտի Վերգետնյա հանրային տրանսպորտի շարժակազմերում տրոլեյբուսներն են, որ մնացել են որոշ տեղերում հին շարժակազմերով, շարժակազմերը եւ ավելանում են, այսինքն գիծելը ավելանում եւ այդ բոլոր հին տրոլեյբուսները դուրս են գալիս կազմից։ Տրանսպորտի ոլորտում իրականացրել են կանգառների նոր կահավորումներ եւ եթե նկատել եք արդեն որոշ կանգառներում կան էլեկտրոնային էկրաններ, որտեղ որ երևում է մեր համակարգով ավտոբուսների ժամանման րոպեներ, այսինքն դու հստակ արդեն կանգառում ես կարողանում տեսնել, թե քանի րոպեից է ավտոբուսը գալու եւ սա հիմնականում են մարդկանց համար է, ովքեր որ չեն օգտվում սմարթ հեռախոսներից, սմարթ էլեկտրոնային միջոցներից, որովհետեւ այդ միջոցներից օգտվողները հստակ արդեն գիտեն, որ օրինակ Yandex Maps-ում այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ավելի քան 1 տարի առաջ։ Տրանսպորտի ոլորտում մենք ավելացրել ենք ավտոբուսային գծերի քանակը Երևան քաղաքում եւ շարունակելու ենք դա անել, որովհետեւ առաջին հերթին հետիոտնին առաջնահերթություն տալ եւ երկրորդ հերթին հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը այլընտրանք չունի։ Եվ իրականում մենք պետք է գիտակցենք, որ նաեւ խցանումների կառավարման տեսանկյունից մենք պետք է որոշակիորեն մեր շարժակազմերը ավելացնելով մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ։ Սրա մասին է նույն Աջափնյակի կայարանի կառուցումը, սրա մասին է նոր գնվող տրոլեյբուսները 45-ած, սրա մասին է 250 18 մետրանոց ավտոբուսների գնումը, որը պետք է իրականացնենք մոտ 2 տարի հետո։ Եվ կարծում եմ այս ոլորտում մենք միջնաժամկետում ձեր ասած 3-ից 5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ունենալու ենք ամբողջ
վարչական շարժակազմ, որը որ պլանավորված էր այս քաղաքը սպասարկելու համար, եւ ունենալու ենք ընթացքի մեջ Աջափնյակի կայարանի շինարարություն։ Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին, Նուբարաշենի աղբավայրում վերջին շրջանում կարճաժամկետը ասեմ, վերջին շրջանում մեծ ծավալի աշխատանք է արվել, կանոնակարգվել են բոլոր ավտոմեքենաների մուտքերը, որոնք որ ժամանակին, այսպես ասած, ինչ որ անկանոն ձևով տարբեր ընկերություններ, տարբեր բեռնատարներ էին մտցնում Նուբարաշենի աղբավայր եւ այնտեղ աղբ թափում, այդ ամեն ինչը կանոնակարգված է, բոլոր գումարները ուղղվում են նոր աղբավայր ՓԲ, այսինքն մուտքի համար հստակ գին է սահմանված, կահավորված է ամբողջ աղբավայրը, տեսախցիկներ են դրված, լուսավորված է, շուտով հունվար ամսին երևի թե այց կիրականացնեմ եւ նաեւ կցուցադրեմ թե ինչ է արվել այս փուլում, իսկ միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագիրը այսօր արդեն իսկ հայտարարեցինք, որ Նուբարաշենի հարակից տարածքում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման երկփուլ մրցույթը հայտարարված է եւ այդ երկփուլ մրցույթի ժամկետն է մինչեւ մարտի 27, հետեւաբար մեր բոլոր գործընկերներին, միջազգային գործընկերներին, ովքեր որ ունեն այս ոլորտում փորձ, աղբի վերամշակման, աղբի կառավարման ոլորտում փորձ, մենք խնդրում խրախուսում ենք, որպեսզի մասնակցեն այս մրցույթին եւ դրան զուգահեռ նաեւ բացի այս process-ից, քանի որ սա նույնպես կարևորագույն մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել, մենք իրականացնում ենք տարածքային կառավարման նախարարության գործընկերների հետ եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ զուգահեռ ծրագիր, որը որ նույնպես, այսպես ասած, մեր երկրորդ հնարավորությունն է այս ոլորտում լուծում տալու, որ ճանապարհով մենք ամենաարագ եւ արդյունավետ լուծումը ստանանք, մենք այդ ճանապարհով ենք շարժվել։ Շնորհակալ եմ։ Փողոցային առևտուրը հարգելի գործընկերներ, ինքը տենց ոնց ասեմ, ինքը օրինական գործունեություն չի, այսինքն ավելի հարմար պայմաններ ստեղծել անօրինական գործունեության համար չեմ պատկերացնում ուղղակի։ Ներեք չեմ ուզում շատ երկարացնել, բայց հարցս վերաբերում է նրան, թե արդյոք քաղաքին պատկանող որևէ տարածք կամ տարածքներ հատկացվելու են այդ մարդկանց, որովհետև իրենք այլընտրանք չունեն պարզապես։ Տարատեսակ լուծումները, որոնք որ առաջարկվել են, այն շահութաբերությունը չեն ապահովում դեր ասած մարդկանց համար եւ այդ պատճառով նրանք շարունակաբար մերժում են այդ առաջարկները, որովհետև փողոցային առևտուրը, ինչպես նշեցի, անօրինական գործունեություն է, մենք շարունակելու ենք դրա դեմ պայքարել։